Ինչ կասեք, մեկ տարի է քնվում է, ինչ կասեք, որևէ էական հանգամանք։ Բացարձակ։ Էական հանգամանք ինչի հետ կապված, ստախոսությունը միշտ ջրի երեսում է։ Այս ամբողջ գործընթացը խաբեություն է, մարդկանց ուղղակիորեն ահաբեկելու մի հերթական արար։ Խորհրդանշական է ձեր հայտարարությունը, մեկ տարին ենք նշելու, հա։ Հա, մեկ տարին ենք նշում ճշմարտության հաղթերթի եւ ստի պարտության։ Սրբազան, վերջերս գնացել եք Մայրաթոր երկար այսպես դադարից հետո, հետաքրքիր է ձեր եւ Կաթողիկոսի հանդիպումը, ինչ եղավ, հասցրել եք զրուցել, ինչ էր ասում։ Չհասցրեցինք, որովհետեւ ժամանակ էլ չունեի, ես սահմանափակ ժամանակով էր, ճիշտ պատարագի ժամին էր։ Վեհապարի մուտքին ողջագրվեցինք եւ հետո եկան ուղեկցեցին։ Ժամանակը, չգիտեմ ինչու, երևի շատ են պատարագի մասնակցում, որոշակի իմաստով գիտեն թե ժամերը ինչ կանեն, այդ պատճառով սխալ ժամեր էին տվել։ Այսօր Միքայել Սրբազյանի գործով արդեն վճիռ պիտի կայացվի, ինչ սպասելիքներ հետաձգվեց։ Ես անկեղծորեն ասած ակնկալիք առաջին իսկ օրվանից արդարության, արդարադատության չեմ ունեցել եւ միայն կարող եմ ասել իմ սրտի մաղթանքը ազատություն Միքայել Սրբազյանի եւ մեր բոլոր քաղբանտարկյալներին եւ նաեւ ավելիով մեզ համար հարյուրապատիկ ավելի ցավալի է, որ այսօր կամ 3000-րդ օրն է լրանում մեր անպատվության, գերագույն անպատվության, երբ մեր եղբայրները գտնվում են Բաքվի բանդում տառապանքի մեջ։ Գիտեք, այդ լույսի ներքո մեզ համար այս կարգավիճակները, որ գոյություն ունեն, Միքայել Սրբազան, Արշակ Սրբազան, Մկրտիչ Սրբազան, մեր մյուս քաղաքականավորները 2 կամ 3 Ավետիք Չալաբյան են ձերբակալել, մարդկանց տներն են մտնում կամ կալանավորել, բազմաթիվ են, Անդրանիկ Թևանյան, Վարդան Ղուկասյան, անուններն եմ տալիս, որոնք ծանոթ են եւ հայտնի, Արմեն Աշոտյան եւ մնացած բոլորը, թողներեն, որ անուն այս պահին չեմ հիշատակում, որովհետեւ այնքան շատ են, բայց մեր բոլորի սրտին հարազատ մարդիկ։ Վստահ եմ բոլորի համար այս ամբողջը ոչ մի բան է համեմատելով իրենց այդ լույսի տակ գնահատելով եւ տեսնելով թե ինչ է տեղի ունենում Բաքվի բանտերում։ Դա մեր հավաքական ամոթը չէ միայն, անարգանքն է, անպատվությունն է։ Սրբազան, ընտրությունների արդյունքների ինչպես եք վերաբերում, ինչպես եմ հարցնում, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ վերընտրվելուց հետո բարեփոխումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում շարունակելու են, այս ընտրությունների արդյունքները վտանգավոր։ Ինքը պետք է բարեփոխվի, բայց բարի բառը իր հետ կապ չունի։ Ինքը պետք է փոխվի, թե քաղաքական իմաստով, թե հոգեմտավոր իմաստով։ Իրենք պետք է փոխվեն, որ մեր կյանքը ընդհանրապես բարեփոխվի։ Իրենք ինչպես ասել են, վիշապի պես զուլալ աղբյուրի վրա նստած կլանում են, քաշում են ամբողջ, թե մեր ավիշը, թե մեր պարսկա մաքուր զուլալ աղբյուրի ջուրը եւ թե մեր կյանքը։ Այսքան ահաբեկչություն տեսել եք դուք Հայաստանի Հանրապետությունում կամ ահաբեկություն ժողովրդի, մարդկանց, անհատների, գործիչների նկատմամբ երբևէ եւ եկեղեցին դրա թագնու պսակը լինելով չկա, չէ, հետեւաբար գալով են առաջի մտքին ասեմ ձեզ, որ մեր պայքարը հակաահաբեկչական պայքար է, ինչպես ասել եմ նախորդ նիստին, հակաահաբեկչական կանխելու ահաբեկչությունը, որ տեղի է ունենում մեր երկրում։ Դարձյալ պիտի կրկնեմ, մենք ահաբեկիչներ չենք եւ որևէ մեկը ահաբեկիչ չի, բայց իրենք սարսափելի ահաբեկված են այս իշխանությունները, սարսափելի ահաբեկված, չահաբեկված իշխանությունը ինչու պիտի այդպիսի հալածանքների եւ ռեպրեսիաների անցնի, չէ, պատճառ չունի։ Իսկ զենքը ո՞րն եք համարում, ընտրությունները փաստորեն զենք չեն, հա, արդարության վերականգնման, Զենքը ճակերտավոր զենք, միջոց միջոց է, հա, հա, միջոց։
արդարության վերականգնման։ Չէ, մի ճանապարհ կա, այս մարդիկ պետք է հեռանան։ Այ այդ հերացումը ինչպես է կարող, ընտրություններով չէ։ Կլինի ընտրություններով, կլինի ազգային ազատագրական փողոցային պայքարով, կապ չունի, անցյալ օրն էլ եմ խոսել դրա մասին։ Հետևողական պայքար պիտի լինի, ես չկամ, մյուսը պիտի լինի, մյուսը չկա, մյուսը պիտի լինի, մյուսը չկա, մյուսը պիտի լինի, այսօր չեղավ, վաղը պիտի լինի, վաղը չեղավ, մյուս օրը պիտի լինի, մյուս օրը չեղավ, մյուս օրը պիտի լինի։ Այո, եթե մեր մտքի մեջ մենք գնահատում ենք, որ մենք ազատագրության կարիք ունենք, ուրեմն այդ ընթացքը չի դադարելու։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Այո, մեզ է։